փաստաթղթերի հիման վրա դառնա Հայաստան։ Որ բաշի ոզուկները չկան չասել ես մեր տարածքներն է, դեր կանգն եք արա, այսօրվա վրա ինչ եք դուշում, ինչ եք կործնում մեր ոսկե սերունդը, ինչ են մեր Հայաստանից թողնում գնում, հեռանում մեր հայ բնակչությունը թրքաչուտներն է գալի լծվում, ինչ համար, տրագնված սենասպանություն է, ինչ եք անում արա, ինչ եք անում արա, հումենը կրվելով չի, կրվածի պտի դեր կանգն եք, ասես սա իմն է, որ որևիցե մեկը չկա չասի սա գիտեք չկա, սա մեր տարածքն է սա, այս Սերժիկ Նարիմանովի, Լևոն Խաչյանի, այս Ռաուսեյդովի ստորագրած փաստաթղթերը համաձայն դրա համաձայն հանդիսանում է ադրբեջան, դրա համար դուք պետք է վերականգնեք, դրա համար պետք է ամրագրենք, դա որպես մեր տարածք, դա որպես մեր պետության տարածք, դա որպես մեր սեփականություն, որ որևիցե այլ պետության կողմից ագրեսիա կդիտվի անեքսիա, զավթում այլ պետության կողմից, դա կդիտվի որպես միջազգային հանցագործություն, որի համաձայն մենք միջազգային օրենքներին կստիպենք, որ դուք պետք է աջակցեք, որ որևիցե այլ կառույցի ռուսական բազարի այսօր ստենա գտնվում, մեր վրա պատատապտալի ասում է ուշը, եթե սրճանը կնեց անենք, ուրեմն Ռուսաստան ու պետք է սիպիրը քաշես տեղից գնալ, դու պետք է մաքրվես տեղի, հիմա Սերժիկ, այն պայմանագրերը, որոնք ստորագրվել են այս օրենքների կողմից, այս երեք օրենքների, թրքաչուտ օրենքների, Խալիլյան Մեդրոշի, Ռաուսեյդովի, Սերժիկ Նարիմանովի, բոլորը դա մտել է դատարան եւ պաշտոնապես դատարանը դա հիմնավորել է այն առումով, որ փաստացի տվյալ որոշումները, տվյալ պայմանագրերը, քանի որ նա չի մերժել, որ տվյալ պայմանագրերը օրինական են, այսինքն ես ներկայացնում եմ, որ դրանք անօրինական են, ուստի տվյալ պայմանագրերը իրավական ուժ չունեն, որ Սերժիկը թուրքական գործակալ է, ես բոլոր համակարգերով հանդես եմ գալիս որպես նախագահի պաշտոնակատար, դե թող մեկը դուրս գա, գիտես ինչ կա դու սխալ է, թող չընդունել, ընդունում են, ուրեմն ես եմ պաշտոնակատարը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը ես եմ, Սերժիկ Նարիմանովը թրքական գործակալ է, պետական դավաճաններ է, ովքեր մաքուր մնացել են համակարգի ներկայացուցիչներ, ովքեր մաքուր են, այս պահի, եթե դուք նորից կանգնում եք Սերժիկ Նարիմանովի եւ նրա պետական դավաճանություն իրականացված պրոցեսի կողքին, ուրեմն դուք նույն մասնակիցներն եք, նույն պետական դավաճաններն եք, նույն միջազգային հանցագործներն եք, այսօր մեր ոսկե սերունդը կասեցրեց, կանգնեցրեց այն հանցագործությունը, որ այս օրենքները ծրագրել էին իրականացնում էին։ Մեր տղաների այն արյան գնով կանգնացրեց այն երեխաները որդ մնա։ Բոլոր այն վարկային, հարկային եւ այլ համակարգերում գտնվող սրանց հաշիվները պետք է վերացվեն։ Դրանք ոչ մի այլևս պարկ չունեն։ Բոլոր մեր երեխաներին, բոլոր նրանց ընտանիքներին, մեծ գումարներ պետք է հատկացվեն, օրենքներ ձեր գրպաններից պետք է դնենք դրանց ընտանիքներին, որ որևիցե սոցիալական ինչ-որ խնդիր չունենա, օրենքներ եթե չարեցին հասկպտի ոտի կանգնես, ձեզ պիտի հրապարակավ սատկացնեն, որ գալացողների համար, նոր եկողների համար, դաս պիտի, հաջորդ անգամ, որ որևիցե մեկը դու չտա, հեսա պետական դավաճանության համար պետք է գնդակառություն սահմանել, այդ գնդակառությունը հրապարակավ պետք է իրականացվի, որ բոլորի համար ևս դասը լինի, որ որևիցե մեկը դու չտա անգամ, մտքով անցկացնի, որ պետք է ինչ-որ ազգի պետության ինչ-ինչը ծախել, վաճառել եւ այլն, կամ սեփականացնել։ Հիմա այսօրվանից նորից եմ ասում, այն համակարգերի աշխատակիցները, որոնք որևիցե կերպ զերծ են մնացել այս օրենքությունից, այս պետական դավաճանությունից, ձեզ ասում եմ, միացեք մեզ, միացեք ազգին, կատարեք այն կարևորագույն խնդիրները, որ այսօր կարևորագույն ձևով ծանրացած է մեր առջև, այսօր Հայաստանը լինելու չլինելու խնդիր է դրված, այլևս գոյություն չունի, մենք պետք է վերադարձնենք մեր պետությունը, մեր ազգին, ստեղծենք հզոր պետություն, հզոր բանակ, որ որևիցե մի հատ օրենիկ միջազգային կամ ասենք թե այլ պետության ներկայացի չանի ոտձգություն կատարել մեր սահմանների, մեր ազգի, մեր սրբությունների, մեր մշակույթի, մեր լեզվի, մեր հոգևորի նկատմամբ, այսօրվա օրենքներին էլ այս հոգևոր դաշտի կոչեցյալ, կրոնական դաշտի կոչեցյալ օրենքին կարիքի բային, սա պետական դավաճան որպես էլի պետք է գնդակահարվի, իր համախոհների հետ, որոնք այսօրվա վրա ազգի վրա ոնց ախելով ազգին է թալանում, նրանք սրբություններ չեն, սրանք օրենքներ են պետական դավաճաններ են, որոնք այս օրենքները պետք է գնդակահարվի